Տերը պիտի պատերազմի ձեզ համար։ Վաու, պատկերացնում ես քեզ համար ամենակարող Տերն է պատերազմում։ Իսկ դու հանգիստ եղիր, ասում ես, դուք հանգիստ եղեք։ Տերը պատերազմում է ձեզ համար։ Այս խոսքը հասկանալը շատ խորություն է իրանց պահանջում։ Մենք շատ հաճախ ասում ենք, բայց չենք հավատում։ Մենք ոնց որ ուզում ենք ասենք այո, Տեր տալիս են քեզ, հետո ասում ենք, չէ, դու մեկա մեզ չես ուշադրություն դարձնում, դու մեզ ժամանակը չունես։ Ժողովուրդ ջան, մեկ գումարած մեկ ինքը բոլորիս պատերազմներն է պատերազմ։ Ես ժամանակ աղոթում եմ, Տեր ինձ մարտիկ դարձրու, Տեր ինձ պատերազմող դարձրու։ Եվ հետո ես հասկացալը մի րոպե։ Ես ինչքան շատ եմ տենց աղոթում, այնքան շատ փորձությունների մեջ եմ ընկնում, ճիշտ է, հաղթում եմ եւ կոփվում եմ դրանից, դառնում եմ իսկապես զինվոր, իսկապես մարտիկ։ Բայց մեկ էլ եկա մի սեզոն, որ ասացի, հոգնել եմ անդադ պատերազմներից։ Լավա պատերազմել, լավա մուսկուլներ ձեռք բերել, բայց դու անդադ չես կարող հաշտանգա բարձրացնել, կամ տենց ինչ-որ սպորտով զբաղվես, մուսկուլների համար մեկ-մեկ ուզում ես հանգստանաս, մարմինդ ուզում է հանգստանա։ Նույնն էլ հոգեվոր պայքարի մեջ է։ Ու ես սովորեցի երկրորդ, դրա այդ աղոթքի երկրորդ երեսը, հա, ոնց որ ասում են, Տերը ինձ բացեց, որ ես պետք է շարունակեմ աղոթել նաև այսպես։ Տեր պատերազմի իմ պատերազմները երկնքում։ Ես այս հարցը տալիս եմ քեզ, այս իմ պատերազմը դու պատերազմի երկնքում։ Թող քո հրեշտակները հաղթանակ տանեն եւ ինձ տան իմ հաղթանակը։ Ու դրանից հետո ես հասկացա մի տեսակ մթնոլորտի մեջ խաղաղություն իջավ ինձ վրա։